Եվրամիության հայտնի աստղիկները, որոնք նմանեցվել են հայկական նռան հատիկներին, հանդիսանում են Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովի խորհրդանիշը։ Այս խորհրդանիշի ներքո Երևանում են հավաքվել 47 պատվիրակության անդամներ, որոնք հայաստանյան իրենց գործընկերների հետ իմի են բերելու արված աշխատանքները եւ ուրվագծելու առաջիկա աշխատանքները Երևանյան հռչակագրով։ Թե ինչ անելիքներ ունեն եվրոպական բարձրագույն կրթական համակարգերն առաջիկա տարիներին, պարզ կլինի Երևանյան հռչակագրի ընդունումից հետո։ Կայացվելիք որոշումները դրական ազդեցություն կունենան Եվրոպայի միլիոնավոր ուսանողների բարձրագույն ուսումնական հաստատությունների վրա, ստեղծելով տնտեսական զարգացման նոր հիմքեր։ Ողջույնի խոսքում համոզմունք է հայտնում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ 3 տարի առաջ Բոլոնիայի քարտուղարության ստանձնումը, ինչը պատասխանատու ու պատվաբեր պարտականություն է, Հանրապետության նախագահը հայաստանյան կրթական համակարգի կարևոր ձեռքբերումներից է համարում։ Հայաստանը 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց եվրոպական տարածքի հետ եւ ստացավ նոր մեխանիզմներ լավագույնս կիրառելու միջազգային փորձառությունը։ Մատնանշելով այս տարիների ձեռքբերումները Սերժ Սարգսյանը շեշտում է առկա տնտեսական եւ սոցիալական խնդիրները լուրջ մարտահրավերներ են եվրոպական բարձրագույն կրթական տարածքի համար, որտեղ ընդհանուր նպատակները ենթադրում են համատեղ ջանքերի ներդրում։ Նախագահի դիտարկման բուհական համակարգում Հայաստանն ունի առաջընթացի միտումներ, թե որակի եվրոպական չափանիշների կիրառման, թե ուսանողների շարժունության առումով։ Պատահական չէ, որ անգամ հայոց ցեղասպանության ամենածանր օրերին հայ մարդը գրքեր է փրկել, այլապես այսօր մենք չէինք ունենա մատենադարան, որը հայ ժողովրդի հարատեվության գրավականն է։ Այսօր նորովի է արժևորվում համաշխարհային գիտության, արվեստի, աստվածաբանության զարգացման մեջ հայ ժողովրդի ստեղծագործ մտքի ներդրումը։ Դրա վառ օրինակ ըստ նախագահի Հռոմի Պապի կողմից Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական եկեղեցու վարդապետ Տիտղոսի շնորհումն էր։ Սերժ Սարգսյանն անդրադառնալով ցեղասպանության 100-րդ տարելիցին նշում է, որ այս տարին Հայաստանի հայ ժողովրդի եւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար յուրահատուկ է։ Այլևս երբեք չի կարելի թույլ տալ նման հրեշավոր հանցագործությունների կրկնություն, պետք է բացառել դրանց ծնող միջավայրի ձևավորումը, փոխել մարդկության եւ քաղաքակիրթ գոյակցության մասին համընդհանուր պատկերացումները, հրամայականները։ Բարձրագույն կրթական համակարգում 98-ից ի վեր ինչ բարեփոխումներ է բերել Բոլոնյան գործընթացը։ Երևան ժամանացյուրերը հենց դա են ամփոփում։ Ի դեպ 20 պատվիրակություն գլխավորում են տվյալ երկրների կրթության նախարարները։ Այսօր, երբ շատ մոտ է Բոլոնիայի հռչակագրի 20-ամյակը, ժամանակն է, որ հետ նայենք։ Լուծումներ տանք առկա խնդիրներին, ուրվագծենք մեր առաջիկա ռազմավարությունը, իսկ մարտահրավերները հաղթահարելու համար սերտ համագործակցություն է անհրաժեշտ։ Կրթական բարեփոխումները հեշտ չեն ընթանում, սակայն մենք ունակ ենք հաղթահարելու առկա խոչընդոտները, ինչի համար եւ հավաքվել ենք այստեղ։ Բոլոնիայի գործընթացին մասնակցում էր 47 պետություն։ Այս թիվն այսօր համալրվեց եւս մեկով։ Հռչակագրին միացավ նաեւ Բելարուսը։ Մեր եվրոպացի գործընկերների տեսակետը մենք էլ ենք կիսում, որ կան բարեփոխումների անհրաժեշտություն, կա խնդիրներ եւ այն պարտավորությունները, որ բելարուսական կողմը ստանձնել է, պետք է կյանքի կոչվեն։ Գագաթնաժողովի ու զուգահեռ ընթացող Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի աշխատանքները կամփոփվեն վաղը։ Ի դեպ Հայաստանից հետո քարտուղարության պարտականությունները ստանձնելու է Ֆրանսիան։ Արմինե Սուքասյան, Հարփի Միքայելյան, Հայլուր։